Ադրբեջանական լրատվամիջոցները օրեր առաջ հայտարարեցին, որ ծագումով երկու հայեր ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ Դուք ճանաչել եք այդ մարդկանց, ձեզ նրանք ինչու մնացին այնուամենայնիվ Արցախում, երբ որ բռնի տեղահանում տեղի ունեցավ։ Անձամբ չեմ ճանաչել, հեռակա գիտեմ, տարբեր ընկերների, բարեկամների, գործընկերների միջոցով իրականում չեմ կարող ասել ինչու մնացին, ես իրոք չեմ ուզում մարդկանց որևէ ձևով դատապարտել, բայց նախ իրենք այն անձինք չեն, որ բարձր կամքի տեր լինեն եւ ազդեցության տակ չընկնեն եւ բարձր հավանականությամբ կամ բռնի ձևով որևէ ձևով հարկադրել են ադրբեջանցիները, որպեսզի իրենք կեղծ մեղադրանք ու զրպարտություն ներկայացնեն Ռուբեն Վարդանյանի դեմ, կամ ինչ որ ձևով խրախուսել են, դա կլինի ֆինանսական կամ ինչ որ Այդ մարդիկ ալկոհոլի հանդեպ սեր առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ, եւ հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն, սա բոլոր արցախցիները գիտեն, ովքեր ճանաչում են այս անձանց, եւ նաև այդ հանգամանքները հաշվի առնելով կարող ենք միանշանակ ասել, որ նրանք ազդեցության տակ են գտնվել ադրբեջանական ծառայությունների կողմից։ Հոգի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել, ճանաչում եք այդ մարդկանց, ովքեր Մեկին ճանաչում եմ։ Ինչ կասեք իր մասին։ Նա ես Այդ մարդիկ անասուններ են։ հայ չեմ ասում նա։ Նման մարդուն վարկաբեկում կյանքում հնարավոր չի։ Ասում ես Ասկեյանցի եմ, Ասկեյանի գլխավոր ճարտարապետն եմ եղել։ Ասկեյանը նման կառույց չկա, բայց ինքը գնացել այդ բանը թուրքերի մոտ ասում ադրբեջանցիների մոտ։ Ամոթ իրան։ Ասում եք իրենցից նման։ Ես անպայման այդ մեկի սպասում եմ, ոնց էս մոռացել եմ դրան։ Բալուջեցիա, բայց Արգեստանից էր, բայց Ստեփան գտամնում։ Ինքը մնացել է թուրքերի մոտ միջև չէ մնացել է։ Դες է տայրեն Բաքու։ Դա անու չեմ ուզում լսեմ ես։ Տեղյակ եք, որ երկու քաղաքացի ցուցմունք էին տվել Ռուբեն Վարդանյանի դեմ, իրենց ճանաչում եք, ինչ կասեք։ Իրենց անձամբ չեմ ճանաչում, բայց լսել եմ եւ գիտեք ինչ, դա ոչ թե իրենք են երևի տվել, այլ ստիպել են, որ գրեցեք Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է։ Կարող է եւ ասել են եւ ստիպել են ասեն չի կարող որ իրենք անձնական նախաձեռնությամբ գնան ցուցմունք տան։ Բայց անձնական նախաձեռնությամբ մնացել էին Արցախում եւ Այո։ Դա արդեն իրենք տենց են ճիշտ համարել մնացել են, դա չգիտեմ։ Ես նախ կարծում եմ, որ ընդհանրապես իրենց չի կարելի մեկնաբանել, որովհետև մենք Բաքվից ստանում ենք այնպիսի հայտարարություններ, որոնց նախ չենք կարող վստահ լինել, որ դրանք իրականություն են։ Երկրորդը անդրադառնալով այդ մարդկանց առանց, այսպես չեմ ուզում ընդգծված ինչ-որ որակումներ անել, բայց ես կարծում եմ Ստեփանակերտցիներից շատ-շատերը, ովքեր էլ որ անձամբ չէին ճանաչում, գոնե լսել էին իրենց մասին, դրանք կոնկրետ այդ անձանցից մեկը ալկոհոլիզմով տառապող մարդ, ով անընդհատ հսկողության տակ էր հոգեբուժարանի կողմից, այսինքն այսպես, չգիտեմ, բժիշկները ավելի լավ կբնութագրեն, այսինքն մարդիկ, ովքեր ցուցմունք տալու ուղղակի իրավունք էլ չունեն, իրենց ցուցմունքը չի կարելի հիմք ընդունել, ոչ ադեկվատ մարդիկ են այդ մարդիկ։ Եվ ես չեմ կարծում, որ մի Ստեփանակերտցի կգտնեք, ով կկարողանա դրական որակում այդ առումով տալ, հա։ Ուղղակի մենք պետք է բոլորս գիտակցենք, որ Բաքուն այսօր մի մեծ շոու է կազմակերպել, որտեղ ինքը ընդհանրապես որևէ բանի առջև չի կանգնում, իր համար կարևոր այդ շոուի ցուցադրությունն է, բայց ցավը նրանում է, որ այսօր Հայաստանում մեր հայրենակիցները, այո, նաև չիմանալով, ովքեր են այդ մարդիկ, ովքեր երբևէ կոստյում չեն տեսել իրենց կյանքում, ճերմակ կամ, չգիտեմ, կոստյումներով դատարանի դահլիճում Բաքվում խոսում էին, ցավոք մեր հայրենակիցներից շատերը միգուցե կընկալեն, որ այո, այդ մարդիկ գնացել են կոնկրետ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տալու։ Եվ երկրորդը ես վստահաբար ձեզ ասում եմ, որ իրենք նույնիսկ կենթանի Ռուբեն Վարդանյանին չեն տեսել երբևէ ու չեն էլ լսել իր խոսքը ու չգիտեն երևի չեն իմանում Ռուբեն Վարդանյանը ով է ու ում համար են իրենք գնացել ցուցմունք տալիս, նույնիսկ եթե իրականում տվել են այդ ցուցմունքը։